Երևանն ու Դամասկոսը կակտիվացնեն քաղաքական երկխոսությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Եվրամիության պաշտոնյաները քննարկել են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության անելիքներն ու տարածաշրջանային զարգացումները։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպում է ունեցել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է NVIDIA-ի չիպերը Հայաստան արտահանելու Միացյալ Նահանգների կառավարության հավանությունը։ Ըստ Bloomberg-ի դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնությունների մաս է։ Ուկրաինայի Գերագույն Ռադան քննարկել է արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի եւ էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկության օգտին Էներգոատոմ պետական ձեռնարկության շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Նախարարները նիստին ներկա չեն եղել։